Ես Մարիան եմ, ընդունվել եմ Չեխիա Պրահա OSCE ծրագրով, հետո շարունակելու եմ Յան Եվանգելիստի համալսարանում եւ շատ ուրախ եմ, որ շուտով արդեն մեկնում եմ եւ նոր ձեռքբերումներ պետք է ունենամ։ Ես շատ շուտվանից էի ցանկանում գնալ արտերկիր սովորելու, բայց ոչ մի ձև չի հասկանում ում դիմեմ, ինչ անեմ, ծնողներս էլ էին փորձում ամեն ձև աջակցեին, բայց տենց չէր հարմարվում ոչ մի բան գտնել։ Մի օր շատ պատահաբար իմացա, որ շուտով network-ն է լինելու, ընկերներիս հետ խոսացի, համոզեցի, եկան հետս ու այստեղ ոնց որ հանդիպեցինք տարբեր ներկայացուցիչների, տարբեր համալսարանների հետ ծանոթացանք, Edu Network-ին հանդիպեցի, ծնողներիս ասեցի դրա մասին, գնացի энտուզիազմով պատմեցի տանը, արդեն մոտեցանք հենց Edu Network-ին եւ նրանք ամբողջ ճանապարհը աջակցեցին, սկսած վիզայից մինչեւ ամենափխրուն, ամենափոքրիկ դետալները օգնեցին ինձ եւ արդեն մի քանի օրից մեկնում եմ։ Փոքրուց միշտ այդ ցանկությունը եղել է, որ Հայաստանից դուրս սովորեմ, միշտ հետաքրքիր է եղել Եվրոպան ոնց է, Ամերիկան ոնց է ու միջնակարգ դպրոցում երբ արդեն հասկացա, որ ուզում եմ շարունակեմ դիզայնի գծով, ինձ հետաքրքիր էր ինպես մարդիկ ինչպիսին են այնտեղ, որովհետև արտիստիկ մարդիկ մի ուրիշ ձև են իրենց աշխարհը ընկալում, եվրոպական երկրներում հատկապես, եւ քանի որ իմ մասնագիտությունը ինտերիեր դիզայնն է, ինձ շատ հետաքրքրեցին Եվրոպայի շինությունները, նրանց ներքին եւ արտաքին այդ ամբողջ գեղեցկությունը, ես հասկացա, որ պարտադիր պետք է եվրոպական որևէ երկիր ընտրեմ, Չեխիան թերևս ամենագեղեցիկն էր եւ ամենաշատը սիրտս խոցեց, դրա համար հենց այնտեղ էլ որոշեցի, որ պետք է գնամ։ Առաջնահերթ պետք է ինքդ քեզ հավատաս, որ ինքը անպայման ստացվելու է ու ոնց որ պարտադիր չի դու մինչև վերջ կողմնորոշված լինես, դու կարող ես նույնիսկ վերջին պահին որոշես դու ինչ ես ուզում, որ երկիր ես ուզում, բայց պետք է առաջ գնաս առանց մտածելու, վախենալու, որովհետև եթե կասկածես ու ինչ որ քայլից հետ նայես, կարող է առաջ չգնաս, որովհետև բավականին շատ խոչընդոտներ կարող են լինեն, մեծ խնդիրներ լինեն, բայց որ մինչև վերջ գնում ես, արդյունքը արժի ամեն ինչ։